Ծարավ աղբյուրը ջրով է ապահովել Երևանի եւ հարակից շրջաններին։ Այո։ Ինչեւ երբ։ Ուրեմն այդ հարցը ինձ էլ էր շատ հետաքրքիր, այդ Ծարավաղբյուր փողոցի անվանադրման հետ կապված ես մի քանի անգամ էլի հարցում եմ կատարել տեղացիներին, թե երբանից այս փողոցը կոչվեց Ծարավաղբյուր, որովհետև ես հիշում եմ, ես որ նոր սկսեցի ապրել այդ փողոցի վրա, տների վրա գրված էր Իլիչի փողոց, այսինքն նախկինում դա Իլիչի փողոց է համարվել եւ Ծարավաղբյուրից որ ջուր են տարել այդ նոր կառուցվող թաղամասերը ջրով ապահովելու համար ասել են իբր Ծարավաղբյուրի ջուրն է այստեղից գնում եւ փողոցի անունը դրել են Ծարավաղբյուր, բայց դա այդքան էլ հավանական չէր։ Մենք իմ ավագ գործընկերներից մեկը Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ պարոն Սուրեն Հոբոսյանն ասաց, որ 1991 թվականին, երբ փողոցների եւ բնակավայրերի անվանափոխման գործընթաց էր գնում, մեր գործընկեր երջանկահիշատակ Զավեն Խառատյանի նախաձեռնությամբ փողոցը առաջարկվել է փողոցը վերանվանել Ծարավաղբյուր, որովհետև Ծարավաղբյուրը այդ տարածքում է գտնվում եւ բավականին մեծ հիշողություն է պարունակում բնակիչների շրջանում եւ 91 թվականի որոշմամբ այդ փողոցը վերանվանվել է Ծարավաղբյուր։ Մինչեւ հիմա ջրով ապահովում է թե։ Հա, ուրեմն նաև հետաքրքիր էր, թե այսօր Ծարավաղբյուրը ինչքանով է մասնակցում Երևան քաղաքի ջրամատակարարման գործընթացին, քանի որ մենք տեղեկություններ ունենք գրավոր աղբյուրներից, որ նախկինում Ծարավաղբյուրը եղել է ոչ միայն խմելու ջրի աղբյուր, այլ նաև ոռոգման նպատակով է օգտագործվել։ Եվ մեր հարցման արդյունքում Վիոլա ջուր կազմակերպությունը եւ Երևանի քաղաքապետարանը պատասխանեցին, որ ներկայումս նույնպես Ծարավաղբյուրի ջուրը օգտագործվում է ամբողջությամբ Երևան քաղաքի ջրամատակարարման գործընթացում, այսինքն մինչև օրս աղբյուրի ջուրը մենք օգտագործում ենք չիմանալով, որ դա Ծարավաղբյուրի այդ ծիսական ջուրն է։